Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, Հայ աստղերի լիգայում հերթական հանդիպումն է, որտեղ մրցում են սեկտոր 18-ը եւ Արսենալը։ Եկեք ծանոթանանք թիմերի հայտարարություններին, սկսեմ Արսենալից Զաքոյան, Մանուչարյան, Մկրտչյան, Մխեյան, Գասպարյան, Թորոսյան, Վարդանյան, Մանուկյան։ Սա մեկնարկային կազմն է, պահեստայինների նստարանին են Աբրահամյանը, Մերիկջանյանը, Ավակյանը եւ Սահակյանը։ Սեկտոր 18 դարպասապահ եւ թիմի ավակն է Արսեն Օսիպյանը, համար 1 Բադալյան, Պետրոսյան, Այրապետյան, Ավդալյան, Ութուջյան, Գրիգորյան եւ Վարդանյան։ Սա մեկնարկային կազմն է, իսկ պահեստայինների նստարանին են Սարգսյանը, Կարապետյանը, Հակոբյանը, Ղազարյանը, Համբարձումյանը, Սարգսյանը, Պապոյանը եւ Թադևոսյանը։ Օսիպյան սկսում է սեկտորի դարպասապահը, փոխանցում պաշտպանության կենտրոն, այստեղից կրոս դեպի մրցակցի, Տուգալային հրապարակ անցավ, Ութուջյան եւ գոլ։ Գոլ սեկտորը բացում է հանդիպման հաշիվը։ Ամեն ինչ պատրաստ է, Գրիգորյանը գնդակի մոտ է, Գրիգորյան և գոլ, գոլ սեկտորը երկրորդն է խփում անկասելի արված, դեպի ձախ է ուղարկում գնդակը Գրիգորյանը և սեկտորին երկու գնդակի առավելություն տալիս։ Սեկտորի ֆուտբոլիստները շատ լուրջ առավելություն ունի սեկտորն, իհարկե Արսենալը առաջատարն է, փորձում է ամեն ինչ անել պահելու ստատուս քվոն, ինչպես ասում են։ Սուրեց մրցավարը դաշտին, միջնամասում նույնիսկ կարելի ասել Արսենալի կիսադաշտում նշանակում է ստանդարտ, սա լավ հնարավորություն է, իհարկե տեսնենք, թե զինագործներն ինչպես են օգտագործելու այն։ Ուղիղ դաշտի միջնամասում տեսնենք հեռվից դեպի Տուգանային հրապարակ հեռացրեց գնդակը Արսենալի ֆուտբոլիստը Մկրտչյաններ այստեղ շարունակվում է սեկտորի գրոհը եւ սուլում է մրցավարը ավելի մոտ տարածությունից ստանդարտ սեկտորի համար, սա իսկապես լավ հնարավորություն է, խախտեց այստեղ խաղի կանոնները, Սահակյանը Արսենալից, երկու ֆուտբոլիստ սեկտորի կազմում, տեսնենք հեռու է իհարկե տարածությունը, Զաքոյանն է դարպասին, կա մրցավարի Սուլիչը, կա նաև արված եւ դարպասապահ առանց խնդիրների վերցնում է գնդակը, Նետու միանգամից ձախ եզր ու փորձում զինագործներին ուղարկել գրոյի շատ բարդ է սեկտորը լավ է դիրքավորվել իհարկե Մանուչարյան հետ փոխանցում, փորձում են տարբերակներ գտնել առջևում, եթե իհարկե 3 ֆուտբոլիստ պաշտպանությունում է, դա այդքան է լավ չէ, քանի որ առջևում պետք են թարմ ուժեր, Արսենալը նորից եզրից կնետի, Մանուչարյան ուժեղ փոխանցում առաջ եւ Օսիպյանը այստեղ ամեն ինչ վերահսկում էր, թողեց որպեսզի գնդակը դուրս գա։ Դաշտի սահմաններից։ Եվ տեսնենք սեկտորի պաշտպանը գնդակը տեղադրում է եւ փոխանցում աջ եզր Ուժեղ փոխանցում առաջ այստեղ իհարկե Արսենալի ֆուտբոլիստներն են գնդակը գալիս է դեպի թիմի ավակ Մանուչարյանը, Մանուչարյան չստացվեց այստեղ եւ Ավդալյանը խլում է գնդակը, Ավդալյան մեկը մեկի հետ պայքար, Ութուջյանի ուղղությամբ փոխանցում, Ութուջյանն ավելի աջ է փոխանցում, վտանգավոր է եւ հեռացնում է Մանուչարյանը, շատ բարդ գնդակ հանեց այստեղ Արսենալի պաշտպանը եւ կլինի անկյունային աջ եզրից լավ պաշտպանվեց իհարկե Արսենալն այստեղ Բայց նաև պետք է գնահատել սեկտորի գրոհը, ինչպես կազմակերպեցին լավ փոխանցումներ, իհարկե մեկը մյուսին հաջորդող եւ արդեն ամենավերջին փոխանցումը Մանուչարյանը կարողանում է հեռացնել։ Աջ եզրից տեսնենք անկյունային է, կա փոխանցումը Ավդալյանից, երկրորդ արկում պայքար եւ Զաքոյանը վերցնում է գնդակը։ Ուժեղ հարված առաջ կիպերից, Գրիգորյան ցատկում է եւ ոչ այդքան վստահ։ Գնդակը Գրիգորյանին է բաժին հասնում, Ավդալյան փոխանցում, Հայրապետյանի ուղղությամբ, դեպի ձախ է գալիս գնդակը վտանգավոր է, Մկրտչյանը դիմավորեց մրցակցին, Գրիգորյան, հաջող չի ստացվում փոխանցումը եւ հակագրոհ Արսենալից, բայց դա թույլ չի տա այստեղ գերազանց պաշտպանվեց Բադալյանը առանց խնդիրների Եվ կնետի աջ եզրից Արսենալի պաշտպանը շատ լավ կարդաց Բադալյանը այստեղ գրոյի ընթացքը կարողացավ փակել աջ եզրից Մկրտչյան
Սա ավելի շատ նման էր հարվածի, բայց այն հաջող չստացվեց եւ գնդակը Օսիպյանը կմցնի խաղի մեջ։ Գլորում է Օսիպյանը, սկսում են սեկտորի ֆուտբոլիստները, զգացվում է իհարկե վստահությունը գործողություններում դեպի Ութուջյանը, Մանուչարյան այստեղ ամեն ինչ լավ արեց, մի պատված թե արդեն կորցրել է իրավիճակի տիրապետումը, բայց ամեն ինչ հստակ արեց ամեն դեպքում Մանուչարյանը, աջ եզրից տեսնենք սեկտորը կխաղարկի։ Ավդալյանը գնում է իրացնելու ստանդարտը։ Տեսնենք ինչպես է սեկտորը պատրաստվել այս ստանդարտին։ Ավդալյան բարձրից փոխանցում, երկրորդ հարկում եւ այստեղ նորից Մանուչարյանն է ամեն ինչ հստակ է անում Մանուչարյանը։ Ձախ եզրում է գնդակը, արագ հակագրող Արսենալը չկարողացավ անել սեկտորը, որքան լավ է զգում իրեն խաղադաշտում Արսենալը փորձում է ամեն կերպ գոնե պաշտպանությունում փայլել, հարձակումը կարող է երկրորդ խաղակեսում էլ կարգավորել, գնդակը ձախ եզրում է, արագ փորձ այստեղ Մելիքջանյանն է ձախ եզրում վտանգավոր է, կա այս փորձը, որը բարձր ստացվեց դեպի Սահակյանը, փոխանցումը այդքան էլ հաջող չէր եւ մեղադրել այստեղ իհարկե Արսենալի 9 համար ինչ արժե եւ ոչ ոք չի կարող այս իրավիճակում կոնկրետ բարդեր իհարկե կարճելը դրվագից եւ Օսիպյանը չի շտապում, կսկսի սեկտորի գրոհը, հերթականը փորձում է ավելացնել սեկտոր 18-ը երկրորդ խաղակեսի համար ավելի լավ արդյունքով մոտենալ ուժեղ փոխանցում առաջ գնդակ այստեղ չանցավ զինագործների պաշտպանության թիկունք եւ կարմիրները կարող են զարգացնել իրենց գրոհը փոխանցում դեպի կենտրոն Թորոսյանն այստեղ է Սահակյան եւ սուլում է մրցավարը կա այստեղ խաղի կանոնների խախտում Արսենալի ֆուտբոլիստի հետ պայքարում եւ նպաստավոր դիրքից շատ լավ հնարավորություն ունեն զինագործները աչքի ընկնելու Թորոսյանը գնդակի մոտ է, հեռու է տարածությունը իհարկե, բայց անիրական չէ այստեղից Օսիպյանի դարպասը գրավելը։ Իդեպ Արլին անցած տուրում դա կարողացավ անել սեկտորի հետ խաղում, են ստանդարտից գոլ խփեց։ Արսենալը միգուցե գիտի դա, տեսնենք, հեռու է տարածությունը կա մրցավարի Սուլիչը, փոխանցում եղավ Թորոսյան, հիմա է միայն հարվածում Թորոսյանը Մկրտչյան հեռվից փորձ, վտանգավոր է խառնաշփոթ սեկտորի պաշտպանությունում եւ հեռացրեցին գնդակը դեպի անկյունային։ Լավ շանս Արսենալի համար, մոտեցել են արդեն սեկտորի Դուգանային հրապարակին, դարպասին Շատ կարևոր է մեկ գոլ խփելը, բայց պետք է ճիշտ տեղից իրացնել այստեղ Արսենալի ֆուտբոլիստը մի փոքր առաջ է դրել գնդակը Սա առաջին կեսի վերջնամասն է, շատ լարված իրավիճակ Տեսնենք կա փոխանցումը, վտանգավոր է Օսիպյանը հասցրեց այստեղ մատների ծայրով հպվել գնդակին, Մանուչարյանը ձախ եզրում է, շրջանցեց մեկ մրցակցի, Մանուչարյան կա փոխանցումը, կա նաև հեռվից արվածը սայլ են հեռացնում սեկտորի ֆուտբոլիստները, գերազանց պաշտպանություն, Գրիգորյան արագ հակագրոհ Մկրտչյանը նահանջում է եւ զրկում մրցակցին հակագրոհից, Ավակյան վտանգավոր է Մելիքջանյան, մի փոքր ապաղեց ու Գրիգորյանը կարող էր տանել գնդակը պետք չէ այստեղ վիճել մրցավարն իհարկե խախտում այստեղ չի տեսնի Մկրտչյան փոխանցում դեպի Սահակյանը թողեց թիկունքում ճիշտ է սեկտորի ֆուտբոլիստին բայց միայն այդքանը եւ Օսիպյանը պատրաստվում է գնդակը մտցնել խաղի մեջ երկրպագուները շարունակում են աջակցել սեկտոր 18-ին եւ այս պայմաններում իհարկե սեկտորի համար խաղալը չափազանց լավ է Երկու խաղ, երկու հաղթանակ, ասել է թե 100%-անոց արդյունք Մանուչարյան այստեղ, որքան հնարավոր է աշխատեց Գրիգորյան Մկրտչյանը փորձում է եւ տեսնենք ով կհաղթի Գրիգորյան այստեղ շրջանցեց մրցակցին, բայց Թորոսյանը ամեն ինչ հստակ է անում եւ այստեղ Եվ լավ է, որ այստեղ ամեն ինչ Մկրտչյանի մոտ նորմալ է, նա ճիշտ է հայտնվեց խոտածածկին, բայց կանգնեց եւ շարունակում է հանդիպումը։
Բադալյանը թողնում է դարպասապա Օսիպյանին, վերջինս ուժեղ հարվածով գնդակն ուղարկում է առաջ։ Մանուչարյանը ապաղեց, բայց Մկրտչյանը թիկունքում էր, վտանգավոր է, հեռվից օրված, փորայեղ գոլ, ֆանտաստիկ կրակոց այստեղ սեկտորի 7 համարից, գերազանց արված խոսքերը պարզապես ավելորդ են, շքեղագույն գոլ այստեղ և սեկտորը մեծացնում է իր առավելությունը, բայց եթե գոլ խփել, ապա միայն այսպիսի ֆանտաստիկ գոլ, շքեղ արված անկասելի Զաքոյանի համար և սա արդեն լուրջ առավելություն է, բարդ է լինելու Արսենալի համար իհարկե, շատ բարդ, Սահակյան փոխանցում ձախ եզր, զինագործները գնում են առաջ, այո այս թիմը կարող է բնավորություն ցույց տալ և ոչ ոք չի կարող խաղից հանել Արսենալին, ֆուտբոլն ավարտվում է մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո, այնպես որ ամեն ինչ հավանական է, ամեն ինչ հնարավոր է, բայց սեկտորն այսօր գերազանց տեսք ունի, նախորդ հարվածն էլ ուշում էր դրա մասին իհարկե, բնավորություն է պետք է այդպես կրակելու համար, միայն տեխնիկան բավական չէ, սեկտոր 18-ը գլորում է գնդակը դեպի ձախ եզր, Ութուջյանը ստացավ փոխանցում, Մկրտչյանն այստեղ թույլ տվեց, որպեսզի գնդակն անցնի, բայց դարպասապահը վերցնում է կարճ դադար մեզ մոտ և մենք կվերադառնանք։ Սիրելի ֆուտբոլասերներ, վերադառնում ենք, Փյունիկի մարզադպրոց, սա Հայ աստղերի լիգան է, սեկտոր 18 Արսենալ, Ութուջյանը առաջին իսկ փոխանցմամբ գնդակը տալիս է մրցակցին և Արսենալը պետք է փորձի կորցրածը հետ բերել, սա շատ բարդ խնդիր է, զինագործների համար սեկտոր 18-ը հրաշալի առաջին խաղակես անցկացրեց և փորձելու է նույնը կրկնել երկրորդ խաղակեսում, տեսնենք Արսենալը կկարողանա դա անել թե ոչ, եզրից նետում Այստեղ աշխատում է թիմի պաշտպանը ձախ եզրից փորձ, բայց հեռացրեցին գնդակը, ստացվեց այստեղ իր վրա ընդունում արվածը, Պետրոսյանը հեռվից փորձ և սա շեղ է Արսենալի 10 համարը կատարեց այս հարվածը Մանուկյանը, բայց գնդակը չհասավ դարպասին, դիպուկ չէր այս հարվածը և սեկտորը կսկսի Օսիպյանի փոխանցումով իր գրոհը Այո, Արսենալը բնականաբար երկրորդ խաղակեսում ամեն ինչ անելու է միջև վերջ, պայքարելու է դրանում երկու կարծիք լինել չի կարող, հակառակը ոչ ոք չի կարող պնդել, բայց կստացվի թե ոչ դա բարդ է ասել սեկտորը տրամադրված է իհարկե գիտի, ինչ մրցակցի հետ է խաղում Արսենալը։ Հիմնականում միշտ հաղթանակներ է տոնում խոշոր հաշիվներով, այս պահին է լավ մարզավիճակում է իհարկե, խորքից փոխանցում, Մկրտչյանը հեռացրեց գնդակը Եվ Արսենալը հնարավորություն ունի այստեղ հակագրոհելու գնդակը ձախ եզրում է Բայց այստեղ Մանուկյանին գնդակը չհասավ և կլինի եզրային նետում Այստեղ Մանուչարյանը գերազանց աշխատեց Վարդանյան, սեկտորը կարող է հակագրոհել, բայց Ութուջյանին գնդակը չհասավ, այստեղ պաշտպանությունում գործեց Մելիքջանյանը։ Խլեց սեկտորը կրկին, Ութուջյանի ուղղությամբ փոխանցումները այս խաղակեսում դեռևս հաջող չեն ստացվում, գնդակը ձախ եզրում է, սա զինագործների փորձն է։ Վարդանյան, կենտրոնում է Վարդանյանը, շատ լավ խաղարկում, բայց հեռացնում է այստեղ գնդակը։ Սեկտորի պաշտպանը Մկրտչյանը հեռվից արված շատ հետաքրքիր, հետագից ստացավ գնդակը և միայն անկյունային է վաստակում Արսենալը, թե պետք կարող է նույնիսկ գոլի եղինակ դառնալ այս իրավիճակում, անդրադարձն օգնեց սեկտորին, բարձրից փոխանցում չէր սա, ցածրից էր, հաջողային չստացվեց։ Կարկեցին Արսենալի ֆուտբոլիստները անկյունայինը, վտանգավոր է սեկտորը պաշտպանվում է և կարող են հակագրոհել Շատ արագ Արսենալը խլեց, այո տրամադրված են մարտական տրամադրվածությամբ են դաշտ դուրս եկել երկրորդ խաղակեսում Արսենալի ֆուտբոլիստները փորձում են կորցրած հետ բերել, դա իհարկե այդքան էլ հեշտ չէ, բայց ամեն ինչ անելու են իհարկե, առաջին խաղակեսի վերջում նշեցի, որ Արսենալին ոչ ոք չի կարող պայքարից անել,
Տեսնենք խորքից սա փոխանցում է, հեռացրեց գնդակը։ Պետրոսյանը եւ եզրից կնետեն Կարմիրները, Մկրտչյան նետում է եզրից դեպի Տուգանային հրապարակ, հեռացրեցին գնդակը սեկտորի ֆուտբոլիստները, երկրորդ տեմպով կարող է շարունակվել ամեն դեպքում Արսենալի գրոհը եւ այստեղ հաջող չստացվեց Մանուկյանի փոխանցումը եւ դարպասապահ Զաքոյանը փոխանցում է Աչիեզեր, այստեղ Մկրտչյանն է, Ութուջյանը փորձում է դիմավորել Մկրտչյանին, հաջող չստացվեց, սա հարվածի նման էր, բայց այն հաջող իհարկե չստացվեց։ Եվ Օսիպյանը կսկսի սեկտորի գրոհը։ Չի շտապում Օսիպյանը, իհարկե հասկանալի է ինչու շտապել այսպիսի առավելության պայմաններում։ Արսենալը փորձում է, տեսնենք վտանգավոր է այս գրոհը, բայց գնդակը հայտնվում է Աչիեզրում, որտեղ սեկտորի խաղացողները խնդիրներ չունեին։ Պապոյանը փորձում է պայքարել, այստեղ պաշտպանության կենտրոնում Բադալյանն է։ Հայրապետյան կտրող փոխանցում Հայրապետյանից հեռացրեցին Արսենալի պաշտպանները, ամեն դեպքում շարունակվում է սեկտորի գրոհը։ Ձախից կա տարբերակ, այստեղ հապաղեց մի փոքր Հայրապետյանը եւ կլինի անկյունային, հպվել էր գնդակին, այո, Հայրապետյանը ինքն էլ հաստատեց։ Եվ տեսնենք զինագործների փորձն է սա, բարձրից փոխանցում, հեռացրեցին սեկտորի պաշտպանները, Մանուչարյան հեռվից փորձ եւ շեղ ստացվեց Արսենալի երրորդ համարի հարվածը։ Եզրային նետում կլինի, սեկտորի ֆուտբոլիստները գնդակը կմցնեն խաղի մեջ։ Շտապողականություն չեն դրսևորում, իհարկե դա հիմա ընդհանրապես պետք չէ սեկտոր 18-ին Արսենալը խնդիր ունի եւ միանգամից դա զգացվեց հենց երկրորդ խաղակեսի մեկնարկում, այստեղ հապաղում է Արսենալի ֆուտբոլիստը Գրիգորյան, մտավ Տուգանային հրապարակ, բայց վտանգ ստեղծել չստացվեց, միայնակ էր իհարկե, որքան հնարավոր է փորձեց, կատարեց, բայց Զաքոյանի մոտ է հիմա գնդակ, Արսենալի կիպերը փոխանցում է Աչիեզեր, Մելիքջանյան շատ լավ շրջվեց, Մելիքջանյանը Աչիեզրում է, պատխաղարկումն այստեղ հաջող չստացվեց։ Վարդանյան Աչիեզրում է գնդակը, մանր խաղարկումներ, Ութուջյանը նահանջում է եւ մի փոքր երկարաձգում Արսենալի գրոհը, գնդակը Մանուկյանի մոտ էր, 10 համարի Արսենալի, Մկրտչյանը Աչիեզրում է, Մկրտչյանը տեսնենք բարձրից փոխանցում դեպի Տուգանային հրապարակի մատույցներ, այստեղ Հայրապետյանը փորձում է Մելիքջանյանի հետ պայքարել եւ խլեց գնդակ Հայրապետյանը շատ գրագետ գործողությամբ եւ փոխանցում դեպի Գրիգորյանը, բայց Զաքոյանը այստեղ մի փոքր ապախում է ու լավ է որ Արսենալի համար իհարկե այստեղ դիպուկ չգտնվեց Գրիգորյանը, եկեք, բայց ամեն դեպքում արժանին մատուցենք Հայրապետյանին, նա շատ գրագետ ամեն ինչ արեց Մելիքջանյանի հետ պայքարում։ Զաքոյանը դարպասում է եւ եզրից կնետեն սեկտորի ֆուտբոլիստները։ Այստեղ խուճապ կար իհարկե դարպասապահի գործողություններում, բայց մեղադրել էլ չարժե այստեղ Զաքոյանին, ամեն դեպքում բարդ իրավիճակում էր հայտնվել եւ Աչիեզրում է գնդակը, ստանդարտ է հաստատել սեկտոր 18-ի ֆուտբոլիստները գնդակի մոտ է, այս պահին Հայրապետյանը նա քիչ առաջ գերազանց փոխանցում կատարեց, Աչիեզր փոխանցում եւ այստեղ կորցրեցին գնդակը սեկտոր 18-ի ֆուտբոլիստները։ Դարպասապահ Զաքոյանը ուժեղ հարվածով գնդակը մտցնում է խաղի մեջ դեպի Աչիեզր Մելիքջանյանը եւ սա խախտում է, սուլեց մրցավարը, այո, կար Մելիքջանյանի հետ պայքարում խաղի կանոնների խախտում, այո, շատ արագաշարժ առասարակ ֆուտբոլիստ է Մելիքջանյանը եւ հաճախ է արդյունավետ գործողություններ կատարում։
Քիչ ժամանակ ունի Արսենալը, պետք է ավելի զգոն լինել, ավելի ուշադիր։ Եթե ցանկանում են այսօրվա խաղում միավոր վաստակ է։ Տեսնենք, աջ եզրից Արսենալի ֆուտբոլիստները հարված եւ այստեղ պաշտպանը փայլեց, Բադալյանը գերազանց գործեց եւ Օսիպյանի համար արդեն հեշտ էր պարզապես վերցնել գնդակը Մանուչարյան, հեռացրեց Մանուչարյանը աջ եզրում։ Ավդալյան այստեղ լավ փոխանցում, ամեն դեպքում ստացվեց, Սութուջյանն այնտեղ է եւ անկյունային է վաստակում Մկրտչյանի հետ պայքարում։ Ոչ, ներողություն, այստեղ չկար անկյունային։ Գնդակը Արսենալինն է եւ միանգամից սկսեցին Մելիքջանյանը աջ եզրում է։ Շարժվում է առաջ։ Ստացավ գնդակը Վարդանյանը։ Վարդանյան ստիպված է հետ փոխանցել, բայց Արսենալի գրոյի տեմպը շարունակում է նույնը մնալ։ Վարդանյան, շատ լավ համագործակցություն այստեղ հեռվից արված եւ շեղ է ստացվում այս արվածը Մելիքջանյանը այնտեղ էր փորձում էր ապակողնորոշել դարպասապային, բայց արվածը պետք է ճիշտ լիներ, որպեսզի Օսիպյանը որևէ խնդիր ունենար, այստեղ այդ խնդիրը չեղավ։ Եվ սեկտոր 18-ի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել։ Սա B դիվիզիոնն է իր հետաքրքիր պայքարով իհարկե, թիմերը շատ լավ են մեկնարկել։ Եվ Օսիպյանը կսկսի։ Դեռ դադար է մեզ մոտ, փոփոխություններ տեղի ունեցան, միջև այդ էլ սեկտոր 18-ի ֆուտբոլիստներ վնասվածք ստացել եւ Օսիպյանը գնդակի մոտ է, չի շտապում դարպասապա։ Ղազարյանը դաշտում է, սեկտոր 18-ի պաշտպանը համալրեց աջ եզրը։ Ղազարյան ոչ այնքան հաջող փոխանցում եւ Արսենալի ֆուտբոլիստների հիմա գնդակով են Վարդանյան։ Ղազարյան այստեղ ապահում է, վտանգավոր է եւ հեռացրեց այստեղ պաշտպանը, գերազանց գործողություն սեկտորի պաշտպանից այստեղ։ Եվս մեկ փոխանցում, անկյունայինները այդքան էլ հաջող Արսենալը չի իրացնում եւ սա շանս է իհարկե սեկտորի համար հակագրոհելու։ Մկրտչյան թույլ չտվեց այստեղ Գրիգորյանին։ Ամեն դեպքում համառության հաշվին Գրիգորյանը եզրային նետում սեկտորի համար կարողացավ վաստակել։ Աջ եզրից նետում են գնդակը, այնտեղ Ավդալյանն է, շատ բարդ է իհարկե միայնակ այստեղ լուծել դրվագի հարցերը։ Վարդանյան փոխանցում դեպի ավելի կենտրոն։ Արսենալի գրոնները մշակման ամեն դեպքում կարիք ունեն։ Ազատ գոտիներ կան, պետք է ավելի ուշադիր լինել, որպեսզի օգտվեն այդ ազատ գոտիներից գնդակը ձախ եզրում է սեկտորի։ Պատասխանն է սա ու սա խախտում է իհարկե, քանի որ մի պա շամարտի վերացվեց այս ամենը առանց գնդակի ուժային պայքար էր, որը մրցավարը գնահատեց սխալ Արսենալի կողմից եւ սուլեց այս իրավիճակում։ Տեսնենք հեռու է տարածությունը այստեղից ամենայն հավանականությամբ կփորձեն սեկտորի ֆուտբոլիստները հարված կատարել փոխանցման տեսքով, բայց ոչ փորձեցին կարճ տարածության մեջ խաղարկել գնդակը եւ մոտ էին նույնիսկ հակագրո բաց թողնելուն, բայց այստեղ դա չէր կարող կազմակերպել միայնակ Գասպարյանը։ Կա եզրից նետումը Մկրտչյանը գերազանց է աշխատում։ Արագ հակագրո Արսենալից փոխանցում աջ եզր վտանգավոր է արված եւ այն շեղ է ստացվում, շատ ափսոս իհարկե Արսենալի տեսանկյունից գերազանց հակագրո էին կազմակերպել եւ կարող էին իսկապես մեկ գոլ հետ բերել այս խաղում։ Օսիպյանը զգուշացում ստացավ մրցավարից։
Աչեզրում է գնդակը, Թադևոսյանն այստեղ է, դիմավորում է Մխեյանը նրան և Թադևոսյանը ազատվեց մրցակցի սպառնալիքից, Ավդալյան, փոխանցում է Աչ, Ղազարյանի ուղղությամբ, Թադևոսյան, կորցրեցին սեկտորի ֆուտբոլիստները, ձախ եզրում է գնդակը, Վարդանյան կենտրոնում շատ լավ նկատեց ազատ խաղընկերոջը, բայց այստեղ Թորոսյանը շատ առաջ թողեց գնդակը, Մկրտչյան և սա նվեր է սեկտորի համար։ Այո, շատ լուրջ մրցակիցներ են և այս թիմերը դեռ շատ են աղմկելու աս լիգայի B դիվիզիոնում, բայց սեկտորը այսօր ավելի լավ տեսք ունի և կարողանում է իր ուզած արդյունքին հասնել։ Այո, Արսենալն այնպես չէ, որ երկրորդ խաղակեսում կոնկրետ չի զիջում, առաջինում զիջեց բնականաբար բոլոր ճակատներով, բայց երկրորդ խաղակեսում Արսենալը ավելի լավ տեսք ունի, բայց դա կարելի է նաև կապել նրա հետ, որ սեկտորը հաղթում է, բնականաբար այս թիմը կարող է ռիսկի չդիմել և այդ տեսանկյունից հասկանալի է։ Եվ գլխավորն այն է, որ առնվազն գոլերից խուսափում են, արդեն հարցի մյուս կողմն է, կարողանում են ավելացնել թե ոչ։ Շատ կարևոր գործ առաջին խաղակեսում արել են, Բադալյան միայնակ է փորձում լուծել դրվագի հարցերը, բայց այստեղ հարվածը չստացվեց դիպուկ։ Դեռ ժամանակ կա Արսենալի համար, ամեն ինչ հնարավոր է իհարկե։ Մկրտչյան միայնակ դանդաղ քայլերով գնում է առաջ, փոխանցումը սխալ էր, Սահակյանը կրկին դաշտում է Արսենալի 9 համարը, գեղեցիկ էր, բայց արդյունավետ չէր, Գրիգորյան իր ուզածով եկավ այստեղ, գնդակը Գրիգորյան, թիկունքից աշխատեցին, բայց սա խախտման չձգեց, մրցավարը չի սուլում, Արսենալի պաշտպանության ձախ եզրում է գնդակը, այստեղից փոխանցում դեպի Բադալյանի ուղղությամբ, Վարդանյանը փորձեց ընդհատել գնդակի տեղաշարժը, Մխեյան, այդ փոխանցում դարպասապը Զաքոյանին, Զաքոյան սխալվում է և սա կարող է որոշիչ լինել, սեկտորը չի գրավում դարպասը Զաքոյան, բրավո, գերազանց է, փոխանցում դեպի Գրիգորյանը, խառնաշփոթ, Արսենալի Տուգանային հրապարակում, բայց զինագործները պատվով են դուրս գալիս այստեղ, դրվագի տակից Զաքոյանը, չնայած նրան, որ կոպտագույն սխալ թույլ տվեց, բայց ինքն էլ գերազանց, ֆանտաստիկ սեյվով իր սխալն ուղեց, բայց պետք է այսպես չսխալվել, իհարկե հիմա Արսենալին ամենակիչն է պետք է այսպես սխալվել։ Ուժեղ արված առաջ Վարդանյանը գերազանց փոխանցում ստացավ, Վարդանյան ձախ է ուղարկում գնդակը, վտանգավոր է, Արսենալը փորձում է մեկնետ բերել, բայց այստեղ պաշտպանությունում փայլեցին, Ավդալյանը փորձեց հեռացնել, Վարդանյանը աչեզր է ուղարկում գնդակը, սա էլ են հեռացնում, Ավդալյանն ամեն դեպքում համառության հաշվին գնդակը պահեց սեկտորի համար և սա նաև դեղին քարտ է։ Համաձայն չէ մրցավարի հետ Արսենալի ֆուտբոլիստը, այստեղ Գասպարյանը, բայց կարծում եմ այս խախտումը շատ ակնհայտ էր և մրցավարը արդարացիորեն սուլեց և նաև դեղին քարտ ցույց տվեց, ամեն դեպքում Ավդալյանը հակագրոհի էր ուղարկում իր թիմին։ Փոխանցում, Աչիեզր այստեղ Թադևոսյանն է սկսում է սեկտորի հերթական գրոհը, գնդակը թողեց Ավդալյանին, շատ լավ համագործակցություն, դաշտի կենտրոնում է սեկտորի 7 համարը, հեռվից փորձ և մրցավարը ցույց է տալիս անկյունային դրոշակի կողմը։ Սեկտորի համար հերթական հնարավորությունը, սա էլ լավ շանս է նաև լինելու Արսենալի Տուգանային հրապարակին մոտ, ինչպես ասում են, լավագույն պաշտպանությունը դա արձակումն է, այնպես որ սեկտորը կարող է այդպես գործել և փորձում է այդպես անել, այնպես չէ, որ սեկտորը հիմա ավտոբուս է կանգնեցրել։ Աչեզրից փոխանցում Զաքոյանը այստեղ իհարկե իրավիճակի տերն է։ Ուժեղ արված Զաքոյանից Սահակյան կարող է այստեղ ինչ-որ բան անել Արսենալի 9 համարը, բայց ոչ։ Միայն անկյունային վաստակել ստացվեց։ Գոլ խփելու հնարավորություն չտվեցին սեկտորի պաշտպանները։ Աչեզրից անկյունային։
Կարող են խաղարկել Արսենալի ֆուտբոլիստները ձգձգվում է անկյունային իրացման պահը։ Կա բարձրից փոխանցում է հեռացրեց Բադալյանը ճիշտ պահին, ճիշտ տեղում էր մոտակա դարպասաձողն էր փակում։ Աչեզրով Գրիգորյան ամար պայքար, նա արագ է, բայց այստեղ արագությունը հարցի լուծում չէ, Արսենալի ֆուտբոլիստները շատ լավ պաշտպանվեցին, զրկեցին սեկտորին հակագրոյից։ Զաքոյան Տուգանային հրապարակում է, փոխանցում ձախ եզր, այստեղ Մխեյանն է, բարձր պրեսինգ է նույնիսկ եկել սեկտորը, կարող է իրեն այդ հնարավորությունը թույլ տալ եւ ամեն դեպքում չսխալվեցին այստեղ սեկտորի ֆուտբոլիստները։ Կարապետյանը լավ աշխատեց, Սահակյան, Բադալյան այստեղ խլում է գնդակը եւ շարժում առաջ, եւս մեկին շրջանցեց, փոխանցում դեպի Գրիգորյանը եւ այստեղ չկա խախտում, ամեն ինչ մաքուր էր, ճիշտ է կոպիտ դիմավորեց մրցակցին Արսենալի 17 համարը Ավակյանը, բայց սա ֆուտբոլ է իհարկե, այստեղ մրցում են սեկտորը եւ Արսենալը, բոլորն էլ գիտակցում են, որ հեշտ պայքար չի ընթանալու դաշտում։ Ավդալյան լավ է շրջվում Ավդալյանը, փոխանցում կենտրոն, Գրիգորյան Աչ եզրը տեղափոխում գնդակը Գրիգորյանը։ Հերվից միգուցե արված լինի եւ սուլում է մրցավարը, կար այստեղ խաղի կանոնների խախտում։ Հեռու է տարածությունը իհարկե, բայց սեկտորի համար սա մի քանի առումով է լավ, առաջին հերթին մրցակցին հեռու կպային իրենց Տուգանային հրապարակի մատույցներից։ Այո, սեկտորը երկրորդ խաղակեսում ամեն ինչ շատ գրագետ արեց։ Արսենալը բնականաբար այսպես թե այնպես պետք է նետվեր առաջ, բայց սեկտորը իր հերթին շատ գրագետ ֆուտբոլ առաջարկեց մրցակցին, ճիշտ պատասխանեց եւ հիմա ստանդարտ է, տեսնենք հեռու է տարածությունը, գնդակի մոտ է Գրիգորյանը, մոտենում ենք հանդիպման ավարտին։ Սեկտորը միջև այս 100%-անոց արդյունք ուներ եւ շարունակելու է այդպես էլ մնալ B դիվիզիոնում, բայց սա դեռ մեկնարկն է, ամեն ինչ դեռ առջևում է իհարկե, շատ թիմեր նույնիսկ այս տուրում են իրենց նորամուտի հանդիպումն անցկացնելու, այնպես որ սա հուշում է առաջին հերթին նրա մասին, որ AS լիգայում B դիվիզիոնում դեռ պայքարի սկիզբն է, դեռ ամեն ինչ նոր է սկսում, ոչ ոք չի կարող ասել, թե ով է պայքարում չեմպիոնության համար, ով ոչ, տեսնենք հեռու է տարածությունը արվածնել, հաջող չստացվեց, Զաքոյանը ամեն ինչ վերահսկում էր, պատրաստվում են արագ խաղարկել Արսենալի ֆուտբոլիստները, ձախ եզրում Սահակյանը ստացավ գնդակը, շարժում է առաջ, պատ խաղարկում էր Սահակյան, եւս մեկ փոխանցում պետք է ստանար, որպեսզի վտանգավոր լիներ, գնդակը մնում է Արսենալի մոտ, չի սուլել մրցավարը Մանուչարյան, հերվից արված աչ եզրում է գնդակը, տեսնենք, Գասպարյանն է այնտեղ, սեկտորի ֆուտբոլիստը լավ պայքարեց այստեղ եւ նույնիսկ եզրից նետելու են հենց սպիտակները։ Այո, կարող է սեկտորը մտածել նույնիսկ գրոելու մասին, Արսենալն էլ արդեն այսպես թե այնպես բացել է թիկունքը, եթե հիմա ուշադիր նայենք կիսադաշտին, ապա կտեսնենք, որ միայն Մկրտչյանն է այսպես կես ոտքով իր թիմի կիսադաշտում, իհարկե նաեւ դարպասապային հանած, տեսնենք սեկտորը կանի այդպես թե ոչ, վերջնամասերում հանդիպումների սեկտորը սիրում է գոլեր խփել, պես վերջին կտորը դնել գեղեցիկ հաղթանակի։ Այսօր էլ կարող է այդպես անել, այդպես մտածել, գնդակը սեկտորի կիսադաշտում է, սա զինագործների փորձն է Սահակյան, ստացվեց, Տադևոսյանը խլում է գնդակը, աչ եզրում փորձեց, այդ փոխանցում Մկրտչյան, կենտրոնում է Մկրտչյանը, անցավ այստեղ գնդակը, Թորոսյան հասցնում է Սահակյանի ուղղությամբ փոխանցել, Սահակյան տեղաշարժում է կենտրոն, միգուցե հեռվից հարվածի ոչ որոշեց փոխանցել, գնդակը վերադառնում է Արսենալին, հեռվից հարված, սա էլ են փակում, Թորոսյանը համառ է եւ սուլեց մրցավարը, կա այստեղ խախտում սեկտորի ֆուտբոլիստի կողմից։ Համաձայն չէ Օսիպյանը մրցավարի հետ, բայց իհարկե պետք է կանգնել դարպասում, արդեն շատ ուշ է, մրցավարը սուլել է,
Տեսնենք ինչպես կօգտագործեն այս պահ Արսենալի խաղացողները, Թորոսյանն գնդակի մոտ է։ Ինչպես նաև Մանուկյանը, կա մրցավարի Սուլիչը, Մանուկյանն է արվածում և շատ բարձր ստացվեց այս արվածը։ Արսենալի 10 համարի։ Եվ գնդակը սեկտորինն է լինելու առանց խնդիրների Օսիպյանը բնականաբար չի շտապում։ Շատ քիչ ժամանակ մինչ խաղի ավարտը, արդեն մոտենում է նաև մրցավարի ավելացրած ժամանակը, բարդ է ասել, թե որքան է գլխավոր մրցավարն ավելացնելու, բայց շատ դադարներ չեն եղել, միայն փոփոխությունների ժամանակ։ Գերազանց փոխանցում Աչ Եզեր սեկտորը նետվել է Գրոյի երվից արված, բայց սա վտանգավոր չէր։ Խնդիրներ չեղան, Զաքոյան արագ սկսում է թիմի Գրոյը Մկրտչյան Աչ Եզրով։ Արսենալի 4 համարը շարժվում է առաջ, ատեց իր սեփական կիսադաշտը, բայց փոխանցումը հաջող չստացվեց։ Ամեն դեպքում Թորոսյանը վերադարձնում է գնդակը Արսենալի համար։ Սա էլ են հեռացնում սեկտորի ֆուտբոլիստները։ Եզրից պետք է նետի Արսենալը։ Ամեն ինչ փորձում են անել Արսենալի ֆուտբոլիստները։ Մանուչարյան ուժեղ փոխանցում առաջ, այնտեղ Գասպարյանին ուղարկեց Գրոյի։ Ավդալյան օդից իջեցրեց գնդակը, բայց դա արեց Մկրտչյանի համար, վերջինս հեռվից հերթական արվածն է կատարում։ Սա ևս դիպուկ չէր ու Օսիպյանը առանց շտապելու սեկտորի ավագը գնդակը կմցնի խաղի մեջ։ Շատ լավ պաշտպանվեց սեկտոր 18, իսկապես որակյալ պաշտպանվեց։ Երկրորդ խաղակեսում առաջինի ընթացքում չէր մտածում սեկտորը պաշտպանության մասին, իհարկե Ավդալյան փոխանցում ձախ Եզեր, բայց փոխանցումը շատ ուժեղ էր։ Նույնիսկ Ուսեյն Բոլտը այստեղ կարող էր չհասնել գնդակին։ Եվ մենք մոտենում ենք հանդիպման ավարտին, Մանուչարյանը ուժեղ հարված է կատարում առաջ դեպի մրցակցի կիսադաշտ, Ավդալյան գնդակը Արսենալի մոտ է, փոխանցումը սխալ էր այստեղ և արագ հակագրո սեկտորը ինչպես նշեցի սիրում է վերջում գոլեր խփել և կարող է այսօր ևս սոնել ոչ փոռայեղ պաշտպանություն այստեղ Արսենալի ֆուտբոլիստից, վերահաս գոլից փրկեց իր թիմին։ Թորոսյանը, այո, նա էր նահանջել։ Սուլեց մրցավար, այստեղ նույնիսկ Արսենալը առանց խնդիրների չկարողացավ և երբ հիմա պետք է, որ Արսենալը Գրոյի հակառակն ենք տեսնում, սեկտորն է ավելի շատ փորձեր ձեռնարկում, բայց սա հասկանալի է իհարկե, մրցակցի պաշտպանությունը դատարկ է հաշվից ելնելով։ Եվ վերջ հանդիպումն ավարտված է, սեկտորը շատ կարևոր քայլ է անում։